Շատ հետաքրքիր է, երբ որ մարդը վատանում է շտապ օգնության տանում են հիվանդանոց, հետո իրա վրա հագցնում են ամեն տեսակի սարքեր, ասում են գնա մի երկու ամիս այս սարքերով քայլի բանանի, հետո գաստենանք, ինչ ոչ մեկ չի ասում, այս ինչ դրին ինձ վրա, այսին բայն տվյալները հավաքում, բայց որ ասում ենք եկեք մի ինչ որ մի բան անենք, որ չվատանաք, ասում են հոպ մեր անձնական տվյալները սկսում են հավաքել։ Ես առաջարկում եմ, որ մենք հետևյալ կոնսենսուս ունենանք կամ այն ընդ որում հետաքրքիր բան է, որ ասենք ենթադրենք օտարերկրյա արտադրության բան smart watch, smart հեռախոս, smart կոշիկ, smart կոստյում, smart գլխարկ, smart ականջակալ, ամեն ինչ գրում են, իրանց բոլոր տվյալները մեջը գրում են, ոչ մեկ չի ասում, լսի կարող է ինչ որ մի հատ ուրիշ տեղերում էս մեր տվյալը կարդում են, բայց որ սեփական երկրում ասում են մի րոպե, հեռախոսը որ ներմուծում եք, մի հատ պետքա համոզվենք դա մաքսանենք, հոպ, մեր անձնական տվյալները, ոչ մեկ բացարձակապես, Facebook, Instagram, սոցիալական ցանցեր, ով ընտանիքի անդամները իրար հետ ինչի մասին են խոսում, ինչի մասին են կռիվանում, ինչ են ուտում, ինչ են խմում, երբ են քնում, երբ են անցնում, որ ասենք ինչ որ միտեղ այդ ինֆորմացիան կուտակվում անխուսա, ոչ մեկ չի մտահոգվում, ոչ մեկ չի մտահոգվում։ Եվ այն որ այդ ընդհանուր հավաքված ինֆորմացիան կարա գլոբալ օգտագործվի պետության եւ եթե չարամտության դեպքում էլի պետության եւ ժողովրդի դեմ բացարձակապես ոչ մեկին չի հետաքրում հենց պետությունը ասում է որ գիտե իրա պետությունը ասում է գիտես ինչ այս մաքսանենգությանը պետքա վշտալ ասում են հոպ անձնական տվյալները բայց այս ինչ հակասություն է ես չեմ հասկանում Ես պաշտոնապես ասում եմ, Ժորժ ջան, բոլոր անձնական տվյալները ինչ որ միտեղ կուտակվում են։ Դուք ոչ մի գաղտնիք չունեք, ոչ մի գաղտնիք։ 21-րդ դարում դուք չունեք ոչ մի գաղտնիք։ Այդ գաղտնիքները ազնիվ խոսքի վրա է, որ հորս արև հավատացեք, մենք ոչ ձեր մեսիջները, ոչ ձեր ձայնայինները, ոչ ձեր երաժշտության նախընտրությունները, ոչ ձեր սննդի նախընտրությունները, ոչ ձեր ապրանքի, ոչ ձեր ազնիվ խոսք Պապայի արև մենք ընդհանրապես չգիտենք եւ բոլորն ասում են, հա դե պարզա որ չգիտեն։ Բայց որ պետությունն ասում է, լսեք, այս բջջային հեռախոսը էս ոնց եք բերել, հոպ, մեր անձնական տվյալները հավաքեցիք։ Շատ լավ եկեք ընդհանրապես վերացնենք։ Ով որտեղից երբ ինչ ուզում է, բերի տանի, վաճառի, ՀՏՄ չտա, ոչ մի բան չտա, ամեն ինչ անի, վերջում էլ բան անենք։ Մի հատ էլ Հանրապետության հրապարակում կոտրած տաշտակ դնենք ու նստենք լացենք այդ կոտրած տաշտակի վրա։ Բայց պետությունը պետքա քաղաքականություններ վարի։ Բայց ես ասում եմ, այն տվյալները, ես եկեք այս կոնսենսուսի գանք, որ երբ որ մենք երաշխիքներ չենք դնում, որ մեր սիրելի քաղաքացիների անձնական տվյալները չենք հավաքում իրանց դեմ օգտագործելու կամ որևէ մեկի դեմ օգտագործելու համար, ոչ մի բան չենք անի, եթե մենք օրենսդրական եւ այլ մեխանիզմներ չդնենք, որ դա անելը անհնար է։ Մենք ոչ մի բան չենք անի։ Բացարձակապես ոչ մի բան չենք անի։ Կգնանք ուրիշ ձևերով բանը 5000 նոր մաքսային աշխատող բան կանենք, կընդունենք աշխատանքի 10000 հոգի իրանց վերահսկող, 8000 հոգի վերահսկողներին վերահսկող, հետո քննչականների եւ դատա իրավական համակարգում բան կանենք, լայնորեն նոր հաստիկներ կբացենք, որ այդ բոլորին կարենա դատի։ Կարծում եմ սա ամենակարևոր եւ արդյունավետ ճանապարհն է։ Ես նկատի ունեմ մեկ մեր մոտ քննարկումները ուղղակի բան են անում։ Հա, հիմա փոխվարչապետը ասեց սարք ենք կրելու, հա, էսա տեսեք ինչ արնի, հա։ Այդ սարքերը բայց հիմա իրանց վրա է։ Այդ սարքերին հասանելիություն ունի ով ասես, ով չասես, բայց ով ասես։ Ով ասես, ով որ գիտի ձևերը։ Բայց երբ որ պետությունը ասում է մի րոպե առողջության հետ կապված եկեք դնենք ձեր բժշկի հետ կապենք բան, մեր անձնական տվյալները։ Բայց որ առողջության խնդիր առաջանա, իհարկե ինչ պետք է անի, պետք է կառավարությունը այդ բոլոր ծախսերը բան անի, հոգա։ Բայց որ ասի, գիտես ինչ, պետք է մի քիչ ծխեք հոպ մեր անձնական տվյալները եւ մեր անձնական ազատությունները։ Շատ լավ, ես ասում եմ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք չստեղծենք երաշխիքներ, որ մենք ենք լինելու միայն, որ մեր քաղաքացիների հետ կապված այդ տվյալներին չեն տիրապետելու, աշխարհում ով կտիրապետի այդ ջանդամ, եկեք այդ կոնսենսուսին հասնենք, որ մենք չենք անի որևէ այդ
փոփոխությունները, բայց մենք անենք այդ փոփոխությունները, լայնորեն քննարկենք, երաշխիքները ստեղծենք, քաղաքացիներն էլ համոզվեն, որ բացի գլոբալ վերահսկողներից տեղական ոչ մի մարմին, ոչ մի տվյալի չի տիրապետու, այդ ժամանակ նոր անցնենք աշխատանքի։ Կլինի սենց փորձենք այս ուղղությամբ աշխատենք։ Ասեմ, որ համաձայն եմ, ի վերջո այսօր այդ տվյալները գնում է սմարթֆոնի մեջ, ինչը նշանակում է հասանելի է։ Բայց իմ կարծիքով, եթե նույնիսկ ի վերջո մեր մոտ ստեղծվի մի իրավիճակ, որ էլի պարանոիկ դրսևորումների բերի, մենք ասում ենք բոնուսային մարդը, որը կրում է այդ սարքը, կվճարի 70% ավելի քիչ, քան մարդը, որը չի կրում։ Ի վերջո ամեն դեպքում մենք պիտի տրամադրվենք, որ գնանք այս կամավորության ընդհանրապես ստեղ իմպերատիվի խնդիր չկա, ուղղակի ես վստահ եմ, որ մշակույթն է դրան բերելու, որովհետև եթե քո թևին շտապօգնություն է կապած, շտապօգնություն չկանչելու հնարավորություն կա, իմաստը որն է սпасել շտապօգնության։ Ուզում ասեմ, հենց ինչի ես դրա մասին ասեցի այս կոնտեքստում, որովհետև դա կլինի ամենալուրջ բոնուսային խթանը, որովհետև այո ծխել, այո քաշ, այո առողջ ապրելակերպ, բայց կլինի մի հատ էլ էլեմենտ, որը կասի, եթե դու համաձայն ես մոնիտորինգի առողջությունը մոնիտորինգին, բնականաբար քո ծախսը շատ ավելի քիչ է, ապահովագրության ռիսկը ավելի նվազ, ըստ այդմ շատ ավելի ցածր արժեք կունենա ապահովագրությունը։ Մեր նպատակը հետևյալն է, որ խթաններ ստեղծել, որ մարդը ինքը իր առողջության վրա ներդրում անի եւ նաեւ կառավարության հետ համաներդրումներ անենք եւ ընդ որում սա պետության անվտանգության եւ ժողովրդի անվտանգության հարց է, որ այո, մենք պետքա կարողանանք ինքներս մեզ դնել ճիշտ ռելսերի վրա։ Էլ եմ ասում, նպատակը պարզա միջոցների մասին ժամանակ ունենք, եկեք մտածենք։ Բայց օրինակ դա լավ գաղափար է, որ կամավորության ինչ-որ համակարգ ստեղծենք, որ ասենք ով ուզում է օգտվի, ով բանին կառավարությանը ավելի շատ է վստահում, քան բուքմեյքերական ընկերություններին, թող գա այս համակարգի, բուքմեյքերական ընկերություններն էլ չեմ ասում, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես այդ նույն միտքն եմ շարունակել, եթե դա կամավոր է եւ մարդը ինքը պետք է դա ապացուցի, նույն սմարթֆոնները օրինակ մեր այսօր հաշվում են, թե մենք օրական քանի քայլ ենք արել, ամսական քանի քայլ ենք արել, չգիտեմ, քաշը ինչքան էր անցած ամիս, հիմա ինչքան է, այլ այսինքն այդ հնարավորությունը կա, եթե մարդը ուզում է ցույց տա, որ ինքը առողջ ապրելակերպով ինչ որ չափով ապրել է, այդ տեղեկատվությունը ֆիքսվում է, հավաքագրված է, նվազագույնի հասանելիություն ունի նաեւ հեռախոսի տերը, էլի մարդիկ ունեն այդ տվյալներին հասանելիություն, բայց հեռախոսի տերն էլ ունի եւ ինքը կարող է հանել այդ տվյալները եւ ապացուցել, այսինքն այդ հնարավորությունը եւս պետքա տալ։ Շատ լավ։ Տենց պայմանավորվենք եւ աշխատենք, իմ կարծիքով շատ կարեւոր բան է, որովհետեւ մեկը ինչ էլ անենք, լրացուցիչ խթանը, լրացուցիչ բոնուսը միշտ էլ մարդկանց համար բոլոր տենց են, պետքա մոտիվացիան շատ կարեւոր բան է ցանկացած գործում։ Էլ չեմ ասում դրամական եւ նյութական մոտիվացիան ինքը դեր խաղում է։ Կան այլ դիտարկումներ, կարծիքներ, չկան, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար